Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսցե արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Առաջին հերթին ես նորից ուզում եմ կրկնել իմ խոսքը, տեսեք, չարը տարբեր կերպով ներկայանում է մարդկանց մեջ, այս անգամ չարը իր ամենակարևոր եւ վերջնական քայլը արեց պառակտում մտցնել մեր հոգեվոր դասի մեջ, սա առաջին քայլն էր, որ պառակտեց եկեղեցին եւ միանշանակ ես որևէ խնդիր չունեմ իմ եղբայրների դեմ, ովքեր այսօր կարծես թե մյուս կողմն են թեքվել, ի վերջո նպատակը մեկն է, մենք ինչ ենք ուզում, մենք մայրաթոռում անձանց ենք պաշտպանում, թե մեր ինստիտուտն ենք պաշտպանում, որ մեզ ամեն մեկիս հոգևորականներիս Սուրբ Միրոնով օծել է որպես հոգևոր ծառաներ ժողովրդի առաջ։ Եվ ես ոչ մեկի դեմ, իմ հոգևոր եղբայրների դեմ, որևէ մեկի դեմ խնդիր չունեմ, պարզապես իմ բողոքը, իմ այսպես ասած սրտի ցավը սա է, որ ինչու պիտի այս չարի զորությունը մեր մեջ էլ մտներ ու պառակտեր մեզ։ Ես վստահ եմ, որ միշտ ամեն ինչի մեջ, ինչքան փոթորկվել է եկեղեցին կամ հոգևոր կյանքը, վերջում Տերը հաղթել է իր զորությամբ, իր սրբությամբ։ Սրանք ժամանակավոր փոթորիկներ են, որ գալու են եւ անցնեն, բայց միևնույն ժամանակ այս հարցը մենք լուծելու ենք մի ճանապարհով, երբ միասին ենք, երբ մենք կարճած ենք մեր Սուրբ եկեղեցում։ Սա է միակ ճանապարհը մեր փրկության։